Այսօր պատրաստելու ենք 3 ուտեստ ընդամենը 1 կգ եղինջից։ Բոլորս էլ գիտենք եղինջի առողջ եւ օգտակար հատկությունների մասին։ Պատրաստելու ենք ապուր, աղցան եւ տապակա։ Բոլորն էլ շատ համեղ եւ լավ էին ստացվել։ Խորհուրդ եմ տալիս պատրաստել այս տարբերակով։ Սկզբում պատրաստելու ենք ապուրը։ Այն ձեզանից կխլի ընդամենը 15 րոպե ժամանակ, շատ արագ է պատրաստվում։ Սկզբում պետք է լավ լվանալ եղինջը, քանի որ եղինջը կծմծան հատկություն ունի, պարտադիր հագեք ձեռնոցներ, նոր լվացեք։ Սոխը մանր կտրատում ենք, կարտոֆիլը նույնպես կտրատում ենք խորանարդաձև։ Եղինջը ցանկալի է մի փոքր այսպես մասնատել, որպեսզի ուտելու ընթացքում տհաճ չլինի։ Կաթսայի մեջ մի փոքր բուսայուղ ենք լցնում եւ տապակում ենք սոխը։ Մի փոքր ոսկեգույն դառնալուց հետո ավելացնում ենք մի կտոր կարագ։ Կարագ հուշ ենք ավելացնում, որպեսզի չայրվի։ Համեմում ենք կարմիր եւ սև պղպեղներով։ Ավելացնում ենք նաեւ եռացրած ջուրը եւ կարտոֆիլը։ Եփում ենք մինչեւ կարտոֆիլը պատրաստ լինի։ Ստուգում ենք կարտոֆիլի եփված լինելը, որից հետո մի փոքր տրորում ենք, ոչ ամբողջն ենք տրորում, այլ մասամբ։ Սա անում ենք նրա համար, որ կարտոֆիլի օսլան դուրս տա եւ ապուրը մի փոքր խիտ ստացվի։ Քանի որ ես այլուր չեմ ավելացնելու, այս տարբերակով եմ պատրաստում։ Ավելացնում ենք եղինջը, աղը եւ 1 հարած ձու։ Արագ խառնում ենք, որպեսզի ձուն ձվածեղ չդառնա։ Եփում ենք 2-ից 3 րոպե եւ արդեն մեր համեղ ապուրը պատրաստ է։ Ապուրի մեջ եղինջը ես շատ քիչ եմ օգտագործել, մոտ 100-150 գրամ։ Ուտեստների բաղադրիչների ընդհանուր քանակը կախված է ձեր ընտանիքի անդամների քանակից։ Այստեղ հստակ չափեր գոյություն չունի։ Ահա տեսեք, թե ինչքան խիտ, համեղ ու ախորժելի ապուրը ստացվեց։ Պատրաստում ենք երկրորդ ուտեստը, որը լինելու է տապակած եղինջը։ Սոխը կտրատում ենք ոչ շատ մանր կամ կիսալուսնաձև։ Կաթսայով մի փոքր ջուր ենք եռացնում եւ շոգեխաշում ենք եղինջը, ընդամենը 1-ից 2 րոպե, ոչ ավել, որպեսզի իր օգտակար հատկությունները դուրս չգա մեջից եւ գույնը պահպանվի։ Եղինջը հանում ենք եւ լցնում ենք քամիչի մեջ, թողնում ենք ավելորդ հեղուկը քամվի։ Ձվի վրա ավելացնում ենք աղ, կարմիր եւ սև պղպեղներ, լավ հարում ենք եւ դնում մի կողմ։ Եղինջը մանր կտրատում ենք, որպեսզի ուտելու համար հարմար լինի, որից հետո տապակում ենք։ Տապակի մեջ լցնում ենք մի փոքր բուսայուղ եւ տապակում ենք սոխը։ Մի փոքր ոսկեգույն դառնալուց հետո ավելացել եմ նաեւ մի փոքր աղ, այդպես սոխի տհաճամը դուրս է գալիս։ Ավելացնում ենք նաեւ կանաչին ու մի կտոր կարագը, խառնում ենք, ավելացնում ենք ձուն, թեթևակիորեն խառնում ենք, որ ձուն հավասարաչափ տարածվի, ծածկում կափաչով եւ եփում ենք 1-ից 2 րոպե։ Ավելացնելու եմ նաեւ հալվող տեսակի պանիր, այդպես շատ համեղ է ստացվում։ Պանիրը պարտադիր չէ, կարող եք դուք չավելացնել։ Եփում ենք այնքան, մինչև պանիրը ամբողջությամբ հալվի։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ ու ախորժելի է ստացվել։ Շատ հարմար է նաև տոնական օրերին պատրաստելու համար։ Իսկ երրորդը մեզ մոտ կլինի աղցան։ Շատ առողջարար եւ օգտակար է ստացվում, անպայման պատրաստեք այս տարբերակով։ Վստահ եմ, որ շատ կհավանեք։ Կաթսայով ջուր ենք եռացնում եւ եղինջը 1-ից 2 րոպե շոգեխաշում ենք։ Նորից վերցնում ենք կրակի վրայից, լցնում քամիչի մեջ, մինչև ավելորդ հեղուկը քամվի։ Մինչ եղինջը կսառի, պատրաստում ենք մնացած բաղադրիչները։ Մեզ պետք է ընկույզ, սոխ եւ մաղադանուս։ Ընկույզը մանր կտրատում ենք կամ կարող եք նաեւ աղալ, արեք այնպես ինչպես հարմար է ձեզ։ Կանաչ սոխը եւ մաղադանուսը նույնպես մանր կտրատում ենք։ Քամվելուց հետո կտրատում ենք նաեւ եղինջը։ Բոլոր բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ եւ մի թեթև խառնում ենք։ Համեմում ենք աղով, սև եւ կարմիր պղպեղներով։ Ավելացնում ենք նաեւ բուսայուղը եւ քացախը։ Խառնում ենք, ավելացնում ենք նաեւ 1-ից 2 ատամիկ սխտոր։ Սխտորը պարտադիր չէ, կարող եք չավելացնել։ Լավ խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները միախառնվեն եւ համերը միաձուլվեն։ Որից հետո կարող ենք արդեն մատուցել։
Ահա եւ մեր առողջ եւ օգտակար աղցանը պատրաստ է։ Հուսով եմ հավանեցիք այսօրվա այն պատրաստած տեսանյութը։ Դուք էլ պատրաստեք եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Գրեք նաեւ ձեր պատրաստման տարբերակները։